Պատշաճ զբաղվում է։ Կոնյակի Ծիրանի մասով էլ ասեք, պարոն Պապայան, դուք հանդիպեցիք Վրաստանի փոխվարչապետի հետ, որը մեքենախառնային հետո իրեն հեռացրեցին աշխատանքի, չգիտեմ ինչ եղավ իրենց մոտ, եւ ասացիք, որ Ծիրանի խնդիրը լուծվել է նաեւ կոնյակի մասով։ Թեպետ էլի ազդակներ կան, որ որոշակի խնդիրներ կան, կուտակումներ կան։ Խնդրում եմ ասել, վրացի ձեր գործընկերները բարձրաբանել են, որ խնդիրը ինչու են իրեն խոչընդոտարություն մեզ համար, մեր արտահանողների եւ ռուսական մասից բարձրաբանում ունեք եւ այս բանի ամբողջությամբ խնդիրը լուծված է, թե դեռ կուտակումներ կան։ Տեսեք, ուրեմն Ծիրանի մասով այս պահին երեկվա դրությամբ 626 մեքենա միայն հունիս ամսին Ռուսաստանի Դաշնություն հասել է, 363-ը ճանապարհին են, օրինակ միայն 69-ը երեք է դուրս եկել, 70 քանիսը դրանից առաջ, իսկ դրանք ակնհայտորեն անգամ չեն էլ հասել։ Երկրորդը շատ մեծ հերթեր կան, օբյեկտիվ հերթեր կան Վերին Լարսում, որովհետև այդ տեղով անցնում է ոչ միայն Հայաստանի, գիտեք, այլ նաև այլ երկրների, Վրաստանի եւ այլ երկրների, Թուրքիա եւ այլ ցամաքային, այո, բեռներ եւ այո, հարյուրավոր մեքենաներ հերթի մեջ կանգնած անցնում են եւ այդ թվում նաև Ծիրանի։ Իհարկե Ծիրանը, այսպես ասած, որպես շուտ փչացող ապրանք ունի արտահերթության իրավունք։ Եվ օրինակ երեք ես նաև կոնյակի թիվը ձեզ հիշեցնեմ, օրինակ երեք քանի մեքենա կոնյակ է անցել, բնականաբար կոնյակի թիվը բազմապատիկ ավելի քիչ պետք է լինի, շատ պարզ պատճառով, որովհետև կոնյակը չի համարվում շուտ փչացող ապրանք եւ նրանց հերթը մի քիչ ավելի բարդ է։ 3 անցել է ընդամենը 7 մեքենա կոնյակ։ Այո, այսինքն էլի հերթի այս պահին հերթի մեջ բանա տասնյակ մեքենաներ կա կոնյակով բեռնված։ Այսինքն դրական եզրակացության որևէ խնդիր չկա, որ իրանք պետքա անցնեն, պարզապես սպասում ենք հերթին եւ երեք ընդամենը 7 մեքենա Գեզիում կա եւ ունենք գործընկերների հետ պայմանավորվածություն, առաջիկա օրերին մի քանի տասնյակ մեքենաներ կան, այդ բոլոր մի քանի տասնյակ մեքենաները ամբողջովին ուրեմն դուրս են գալու։ Ես մեկ թիվ նշեմ, օրինակ երեք առաջի օրը միայն 24 մեքենա Երևանի կոնյակի գործարանի, մեր հայտնի գործարանի մեքենա դուրս է եկել եւ ճանապարհվել է դեպի Երեք ձեր թիմակիցներից Սարգիս Խանդանյանը այս թեմաներին անդրադառնալով տեղի ունեցող իրավական